Բարև ձեզ սիրելի ընթերցողներ, բարի գալուստ մեր փոդքասթ, որը կազմակերպված է ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում խորագրի ներքո։ Այսօր մենք անդրադառնանք դպրոցական գրադարանների ժամանակակից դերին, նրանց զարգացման միտումներին եւ այն նորարարություններին, որոնք այն դարձնում են ոչ միայն գրքերի պահոց, այլև գիտելիքի, ստեղծագործության եւ համագործակցության կենտրոններ։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ անչափ մեր ոդքասթին մասնակցելու համար եւ եթե դեմ չեք, անցնենք մեր հարցերի։ Ողջույն, ես եմ շնորհակալ։ Սիրելի Գոհար, դուք աշխատելով Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում որպես գրադարանավար, ինչպես կմեկնաբանեք տարվա խորագիրը դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում։ Ինձ համար այս խորագիրը նշանակում է անցում լուր գրապահոցից դեպի ավելի ակտիվ աշխուժ միջավայր։ Այն ամբողջությամբ արտացոլում է մեր առօրյան։ Այսօր մեր գրադարանը միայն գիրք տալու վերցնելու տեղ չէ, այն մի հարթակ է, որտեղ աշակերտները կարողանում են հետազոտել, փնտրել ու գտնել, ստեղծագործել։ Մենք գրադարանը փորձում ենք վերածել ավելի կենդանի շնչող օջախի, որտեղ նորարարությունը ոչ թե համակարգչի առկայությունն է, այլ ստեղծագործական ազատությունը։ Այո, ստեղծագործական մտածողություն ձևավորելը շատ կարևոր է մեր հասարակության համար եւ անցնենք հաջորդ հարցին։ Ինչպես կսահմանեք ժամանակակից դպրոցական գրադարանների առաքելությունը կրթական համակարգի ներկա փուլերում։ Ասեի այն ամբողջովին փոխվել է, վերաիմաստավորվել։ Եթե այն նախկինում ռեսուրսների պահպանման կենտրոն էր, ապա այսօր նոր կարողունակությունների ձևավորման հարթակ է։ Ըստ նոր հանրակրթական պետական չափորոշչի, մեր նպատակը կարողունակ քաղաքացի ձևավորելն է։ Երբ խոսում ենք նորարարություն հասկացության մասին, ինչ եք դուք հասկանում դրատակ, տեխնոլոգիաներ, մեթոդաբանություն եւ մտածողության փոփոխություն։ Նորարարությունն առաջին հերթին մտածողության փոփոխություն է։ Տեխնոլոգիաներն ընդհանրապես օգնող գործիքներ են։ Կարևորն այն է, որ աշակերտը գալիս է գրադարան ոչ թե, այսպես ասած, ճակերտավոր ասած, պարտադրված գիրք վերցնելու, գրականություն վերցնելու, այլ գիտի, որ այստեղ իրեն կլսեն, ինքն այստեղ ազատ է արտահայտվել եւ բանավիճել։ Նորարարությունը գրադարանավարի վերափոխումն է գրքերի պահապանից կրթական մենթորի։ Այսօր աշխարհը տեղեկատվությունը ստանում է հիմնականում թվային աղբյուրներից։ Այս պայմաններում ինչպես է գրադարանը կարողանում պահպանել իր արժեքները եւ դառնալ վստահելի տեղեկատվական միջավայր։ Սա մեր ամենամեծ մարտահրավերն է մեդիագրագիտությունը։ Այսօր տեղեկատվությունը շատ է, բայց հավաստիությունը քիչ։ Մենք աշակերտներին պետք է սովորեցնենք տարբերել փաստը ոչ ճշգրիտ ինֆորմացիայից, գտնել հավաստի աղբյուրը եւ չխճճվել տեղեկատվական աղբի մեջ։ Թվային աղբյուրները մեր թշնամիները չեն, մեր գործիքներն են։ Մենք պետք է սովորեցնենք օգտվել էլեկտրոնային շտեմարաններից, միաժամանակ ցույց տալով տպագիր գրքի, եզակի ու խորքային արժեքը։ Համամիտ եմ ձեզ հետ, պետք է ժամանակի հետ համահունչ քայլել, բայց եւ կարևորել նաեւ տպագիր գիրքը։ Հետաքրքիր է ինչպես եք աշխատում այն աշակերտների հետ, ովքեր գրքից հեռացել են եւ նախընտրում են ավելի արագ, մակերեսային տեղեկատվություն ստանալ։ Մենք գնում ենք աշակերտակենտրոն ճանապարհով։ Եթե երեխան նախընտրում է արագ տեղեկատվություն, մենք առաջարկում ենք տեսողական եւ ինտերակտիվ մեթոդներ։ Կազմակերպում ենք ստեղծագործությունների քննարկումներ, բանավեճեր, որտեղ յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր կարծիքը եւ գիտի, որ այն շատ կարեւոր է մեզ համար։ Ցանկացած ստեղծագործություն մենք տեղայնացնում ենք եւ միասին գտնում կոնֆլիկտային իրավիճակների լուծման կառուցողական տարբերակներ։ Հետաքրքիր մոտեցում էր ինչ խոս։ Այսինքն մենք նրանց հետ խոսում ենք իրենց լեզվով, միաժամանակ տանելով ավելի խորքային արժեքներ, ստեղծելով բարձր արժեհամակարգ։ Ձեր փորձով ինչն է ավելի կարևոր՝ գրքային ֆոնդի հարստացումը, թե գրադարանի որպես միջավայրի վերափոխումը։ Սրանք փոխկապակցված են։ Գեղեցիկ միջավայրը գրավում է աշակերտին, բայց բովանդակալից ու գունեղ գրականությունն է, ֆոնդն է, որ նրան պահում է այնտեղ։
Այնուամենայնիվ ժամանակակից դպրոցում միջավայրի վերափոխումն առաջնայինն է։ Գրադարանը պետք է լինի հարմարավետության գոտի, որտեղ երեխան իրեն ազատ ու ստեղծագործ կզգա։ Արդյոք համագործակցում եք ուսուցիչների հետ եւ որքանով է գրադարանը ինտեգրված ուսումնական process-ի մեջ։ Գրադարանը չի կարող գործել դպրոցից առանձին։ Մենք պետք է սերտ համագործակցենք առարկայական ուսուցիչների հետ, կազմակերպելով ինտեգրված դասեր։ Օրինակ գրականության դասը գրադարանում կարող է վերածվել պատմական, էթիկական բանավեճի։ Մենք բոլորս պիտի գնանք առողջ համագործակցության ճանապարհով հանուն աշակերտի շահի։ Ես ուրախությամբ ու վստահ կարող եմ ասել, որ մեր դպրոցը գնում է այդ ճանապարհով։ Հարգելի Գոհար, կարող ենք ասել, որ ժամանակակից դպրոցական գրադարանները նաև սոցիալական եւ մշակութային հարթակներ են։ Ինչ օրինակներ կբերեք ձեր գործունեությունից։ Միանշանակ կարող ենք ասել։ Գրադարանն այսօր այն վայրն է, որտեղ երեխաները ոչ միայն կարդում են, այլև սովորում են համագործակցել, որտեղ աշակերտը սովորում են դիմացինին լսելու, ազատ կարծիք արտահայտելու, առողջ բանավիճելու մշակույթը։ Սա սոցիալականացման լավագույն ձևն է։ Որպես սոցիալական հարթակի օրինակ, կարող եմ նշել մեր բոլոր միջոցառումները, այդ թվում գիրք նվերելու օրվա նախաձեռնությունը, երբ աշակերտները սեփական ցանկությամբ եւ փոքր ներդրումով մասնակցեցին գրադարանային ֆոնդի թարմացմանը։ Սա սովորեցնում է պատասխանատվություն սեփական միջավայրի հանդեպ եւ երեխաների մոտ ձևավորում է մեր գրադարանը զգացողությունը։ Այո, հետաքրքիր է։ Ինչ կոնկրետ նորարարական մոտեցումներ կամ ծրագրեր եք արդեն ներդրել կամ նախատեսում եք ներդնել, որպիսի գրադարանը դառնա ավելի ժամանակակից եւ գրավիչ աշակերտների համար։ Մենք հաջողությամբ իրականացրել ենք եւ իրականացնելու ենք մի շարք նախագծեր։ Դրանք, ինչպես արդեն նշեցի, ֆոնդի համատեղ թարմացումն է։ Պոեզիայի երեկույթներն են, որտեղ աշակերտներն ունեն ազատ ընտրելու հնարավորություն, գրողներին, ստեղծագործողներին նվիրված օրերն ու շաբաթներն են, լրիվ նոր մոտեցմամբ, ինտերակտիվ տեխնիկային ներկայացումներն են կրտսեր տարիքի աշակերտների համար։ Փորձը ցույց է տալիս, որ այս մեթոդն ավելի արդյունավետ է։ Նախատեսում ենք նաև հանդիպումներ ստեղծագործողների ու հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև թվային գրացուցակների ներդրում։ Բացի այդ, մենք ակտիվ համագործակցում ենք Արարատի համայնքային եւ մարզային գրադարանների հետ, փոխանակելով փորձն ու երբեմն նաև գրականությունը։ Այս ամենի շնորհիվ աշակերտը տեսնում է, որ գրադարանը դպրոցի շենքում գտնվող մի քանի քառակուսի մետր տարածք չէ, այն ավելի լայն հասկացություն է եւ ինքն այդտեղ կարող է ճախրել ու ստեղծագործել։ Ամփոփելով զրույցը, կուզեի իմանալ, ինչ ապագա եք տեսնում դպրոցական գրադարանների համար։ Ապագայի գրադարանը ես տեսնում եմ որպես մտքի եւ ստեղծարարության լաբորատորիա։ Համակարգային մակարդակում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Պետք է ամբողջովին վերազինել գրադարանները տեխնիկապես եւ գրականությամբ, ապահովելով թվային հարուստ ռեսուրսների հասանելիություն։ Շատ կարևոր են նաև գրադարանավարների շարունակական վերապատրաստումները։ Մենք մարզի համարյա բոլոր դպրոցների գրադարանավարներով շատ սերտ ու ջերմ շփվում ենք, եւ ես վստահ կարող եմ ասել, որ բոլորս էլ բաց ենք նորարարությունների համար եւ պատրաստ ենք սովորել։ Շնորհակալ եմ շատ, Գոհար ջան, հետաքրքիր եւ ինֆորմատիվ ոդքասթի համար։ Ես եմ